Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ UNICEF-ը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը եւ հանրային հեռուստաընկերությունը ներկայացնում են։ Տարածված կարծիք կա, որ երեխաների մոտ քրտնարտադրությունը կարող է ուժեղանալ, օրինակ տարբեր վիտամինների պակասից կամ այլ առողջական խնդրի հետևանքով։ Իսկ դեռահասների մոտ այն կարող է լինել տարբեր հորմոնալ փոփոխությունների արդյունքում։ Կարևոր է դիմել բժշկին։ Այլ երկրներում երեխաներին հագցնում են ավելի թեթև ի տարբերություն հայ ծնողների։ Այդ պատճառով էլ հաճախ հայ երեխաները ունենում են առատ քրտնարտադրություն։ Երեխաների շրջանում քրտնարտադրությունը բավականին տարածված է, սակայն այն կարող է լինել ինչպես նորմալ ֆիզիոլոգիական երևույթ, այնպես էլ առողջական խնդիր։ Անժեշտության դեպքում պետք է դիմենք մասնագետի ճիշտ ժամանակին։ Դեռահասության տարիքում քրտնարտադրությունը ոչ միշտ կարող է լինել առողջական խնդիր։ Այն կարող է հանգեցնել նաև սոցիալ-հոգեբանական խնդրի։ Այդ իսկ պատճառով հորդորում ենք ծնողներին լինել դեռահասների կողքին։ Հետաքրքիր փաստ։ Երեխաների քրտնագեղձերը լիովին հասունանում են միայն դեռահասության վերջում։ Այսինքն փոքր երեխան կարող է քրտնել շատ, բայց դեռ չկարողանալ կարգավորել մարմնի ջերմությունն այնպես, ինչպես մեծահասակը։ Որոշ ծնողներ նկատում են, գլուխը միշտ թաց է քնի ժամանակ, մյուսները, որ ափերը մշտապես խոնավ են, իսկ դեռահասների դեպքում քրտնարտադրությունը դառնում է ոչ միայն ֆիզիկական, այլ նաև սոցիալ-հոգեբանական խնդիր։ Երբեմն ծնողներն ասում են, երեխաս շատ է քրտնում, բայց դա նորմալ է։ Ու իսկապես շատ դեպքերում նորմալ է։ Երեխաները շարժուն են, հուզական, արագ են տաքանում։ Բայց երբեմն նույն այդ քրտնարտադրությունը դառնում է անհանգստացնող հարց, որը մնում է չբարձրաձայնված։ Ծնողական ժողովում խոսելու ենք մանկական քրտնարտադրության մասին։ Մենք այն կդիտարկենք որպես երևույթ, որը տարբեր տարիքներում ունի տարբեր պատճառներ, տարբեր բացատրություններ եւ տարբեր լուծումներ։ Միացեք քննարկմանը։ Բարև ձեզ, հարգելի մայրիկներ, ուրախ եմ ձեզ տեսնել ծնողական ժողովում։ Մի շարք երևույթներ, որ կարող ենք նկատել մեր առօրյայում, ու դրանք վերաբերում են մեծահասակին, այլ վերաբերմունքի են արժանանում մեր կողմից։ Նույն երևույթը, որ նկատում ենք երեխայի մոտ, անհանգստության պատճառ է դառնում։ Կուզեմ, որ հիշեք ձեր ծնողական փորձից այն դրվագները, որտեղ նկատել եք երեխայի մոտ քրտնարտադրության այս կամ այն դրսևորումը, ու դա դարձել է ձեզ համար անհանգստության պատճառ։ Սյուզան, ձեզ հետ սկսենք։ Ես ունեմ 3 երեխա։ Երեխաներիցս միայն մեկի մոտ եմ նկատել շատ առատ քրտնարտադրություն, դա նկատվում էր այն դեպքում, երբ որ նա քնից արթնանում էր, բարձր ամբողջությամբ թրջվում էր։ Երբ որ պարբերաբար սկսեցի նկատել երևույթը, դիմեցի մասնագետի, նշանակվեց հետազոտություններ, որի արդյունքում պարզվեց, որ երեխայի օրգանիզմում կա D վիտամինի դեֆիցիտ։ Չնայած նրան, որ ես հետևողական եմ եղել եւ 2 տարի շարունակ տվել եմ, մենք հասել էինք նրան, որ երեխայի օրգանիզմում կար դեֆիցիտ։ Բժշկի կողմից նշանակվեց ճիշտ քանակությամբ դեղորայքը, ընդունելուց հետո կարգավորվեց եւ խնդիրը ամբողջությամբ վերացավ։ Իսկ որ տարիքում եք նկատել երևույթը, քանի տարեկան եք։ Երևույթը իհաճ եկավ 3 տարեկանում։ Մարիամ, ձեր փորձն ինչպիսին է այս հարցում։ Իմ փորձը եղել է հիմնականում 0-ից 6 ամսականում, երբ որ մենք անցանք կառնախառնուրդի, երեխաս սկսեց արդեն կերակրման շշով կաթը ուտել ու պարկած թիրքում ոնց որ ունենք ռեֆլեքսիա, ձեռքը դնում էր անընդհատ մազերին ու անընդհատ սենց ինքը փորձում էր շարժել ուտելու ընթացքում։ Այդ ընթացքում արդեն ակտիվացավ քրտնարտադրությունը ու գլխի շրջանում ու ձեռքի ափի մեջ։ Երբ որ դիմեցինք արդեն բժշկին, պարզ դարձավ, որ դա ռեֆլեքսիոն գործընթաց էր, շարժման պրոցեսի ազդակ էր, որ ինքը անդադ քրտնում էր։ Երբ որ արդեն սկսեցի մասնագիտորեն փոխել իր մոտեցումը, ձեռքը իջացնել, քնելու ժամանակ երգել, որ ինքը կարողանա կառավարել, ձեռքը բռնել, նոր երգել, սկսեց արդեն նվազել քրտնարտադրությունը, բայց մինչև այդ շատ էր այդ process-ը, ինքը մինչև քնում էր, ձեռքը շարժման մեջ էր։ Իմ համար դա շատ մեծ անհանգստություն էր, բայց փաստորեն ռեֆլեքսիա էր, որը որ բժշկի ու արդեն մասնագիտական մոտեցման շնորհիվ մենք կարողացանք արդեն հաղթահարել։ Այսինքն երևույթի հետ աշխատել եք եւ հետագայում երեխայի մեծանալուն զուգընթաց չեք նկատել նման երևույթ։ Այո, երբ որ արդեն հասկացա, որ ոչ ֆիզիոլոգիական խնդիր է, այլ նաեւ հոգեբանական ռեֆլեքսիա, ես սկսեցի արդեն մասնագետի ուղղորդմամբ աշխատել երեխայի հետ ու արդեն հետևելով հստակ հրահանգներին վերացրեցինք եւ ռեֆլեքսիան, գործողությունը եւ արդեն անցավ քրտնարտադրությունը։ Անի նկատում եք արդյոք երեխայի մոտ առատ քրտնարտադրություն։
Ես ունեմ 1 երեխա, աղջիկ 1 տարեկան, եւ իմ երեխայի մոտ կարող եմ ասել, որ առատ քրտնադատություն այդպեսին չեմ նկատել, եւ հիմնական պատճառը կամ այն ամեն ինչի շնորհիվ որ չեմ նկատել, դա այն է եղել, որ ես չեմ գեր տաքացրել իմ երեխային։ Ծնված օրվանից ես հագցնում եմ շատ բարակ, շատ թեթև, հնարավորինս հարմար հագուստ։ Իհարկե դա միգուցե ընդունելի չլինի թե հայ հասարակության շրջանում, թե հենց մեր ընտանիքում, այսպես ասած, տատիկների մոտ, բայց ես ի սկզբանե բավականին թեթև եմ հագցրել, չեմ գեր տաքացրել եւ կարողացել եմ կանխել այդ խնդիրը։ Հիմնականում քրտնադատություն նկատել եմ սկզբնական շրջանում կերակրման ընթացքում։ Կարծում եմ դա եղել է էներգիայի վատման հետ մեկտեղ, սակայն հետագայում արդեն տարիքի հետ մեկտեղ ամեն ինչի նորմաները պահելով կարողացել են կանխել այդ խնդիրը մենք։ Աղավնի ձեր փորձին գանք։ Իմ բալիկի մոտ 2.5 տարեկանում նկատեցի, որ ոնց որ թե արդեն չափից դուրս է, չափից շատ է լինում քրտնարտադրությունը, անգամ հանգիստ ժամանակ իր ձեռքի ափերն էին ավելի թաց լինում, ոտնաթաթերը, այ դա արդեն ոնց որ մամայական ահազանգ էր։ Այդ ժամանակ դիմեցի բժշկի ու պարզվեց իրոք D վիտամինի պակաս կա ու բժշկի ճիշտ ցուցման արդյունքում մի 2 ամսվա ընթացքում ամեն ինչ հաղթահարվեց։ Քրտնարտադրությունը կարող են նաև տեսանելի լինել մեր շրջապատի համար, հա, երբ տեսնում են, որ օրինակ երեխայի գուլպաները կարող է մի փոքր թաց լինեն կամ մազերն են թաց, անմիջապես ի հայտ են գալիս բազմաթիվ խորհրդատուներ։ Ինչպիսին է եղել ձեր փորձը կողքից տարբեր ուղղորդումներ տվող մարդկանց եւ ինչ նմանատիպ արտառոց եւ երբեմն անհեթեթ խորհուրդներ եք լսել։ Խնդրեմ։ Կոնկրետ իմ երեխայի մոտ վերջույթները լինում են ավելի սառը ու հիմնականում այդ դեպքում անդադ ասում են, որ նա մրսում է։ Ու նման դեպքերում միանգամից առաջինը խորհուրդ են տալիս, որ պետք է շատ արագ տաք հագցնել, որ նաև քրտնաժամանակ խորհուրդ են տալիս, որ պետք է մի շերտել, ավելացնել։ Տվյալ դեպքերում խորհուրդները իհարկե շատ են լինում, բայց ես փորձում եմ հետևել իմ մայրական բնաստին եւ երեխայիս երբևէ այդ խորհուրդներին հետևելով չեմ հագցնում։ Ինչպիսի խորհուրդներ եք լսել, իմանալով արդեն, որ կա բժշկի կողմից արձանագրված որոշակի խնդրահարույց իրավիճակ, դուք արդեն դրա մասին գիտեք, բայց կողքից ուղղորդողները ունեն իրենց մոտեցումները, իրենց հորինած բուժման պլանները, ինչպես եք արձագանքել եւ ինչ էին ձեզ ասում։ Ինձ հիմնականում ասում էին, ուղղակի ակտիվա դրանից է, որ քրտնում է, բայց ամեն դեպքում տաք հագցրու հաստատ կմրսի։ Ու հենց ինչպես ասաց Անին, ասում էին հաստատ մրսում է երեխայի այտերը, սառն են ձեռքերը, սառն են, բայց մոռանում ենք, որ նաև քրտինքի շփումը օդի հետ կարող է, չէ, սառեցնել ձեռքերը, այսինքն ինքը քրտնել է օդի հետ շփման արդյունքում է սառել։ Դա բացառում էին հիմնականում։ Շատ լավ, դուք ինչ եք լսել։ Իսկ իմ պարագայում ասում էին առաջին հակված կարծիքը վիտամին D-ի անբավարարություն, բայց եկեք խոսենք, որ երեխան դեռ 0-ից 6 ամսական փուլում էր գտնվում, 3 ամսականում եմ հիմնականում նկատել։ Փորձում էի չվախենալ առաջին հերթին, որովհետև յուրաքանչյուր երեխա ունի իր սեփական մարմինը ու իր սեփական մարմինը խոսում է իր լեզվով, ուղղակի պետք է ճիշտ հասկանանք, չվախենալ, չլսել հիմնականում կողքի կարծիքները, փորձել վերցնել, քո մեջ ուսումնասիրել ու անպայման դիմել բժշկի, քննարկել հակված կարծիքները ու ճիշտ մոտեցում ցուցաբերել։ Շատ լավ, խնդրեմ։ Մեր դեպքում երեխաս կոնկրետ, որը քրտնում էր, ունի նաև քաշի ավելցուկ։ Ու կողքից շատ են հնչել կարծիքներ, որ դա կապված է քաշի ավելցուկի հետ ու կանցնի, պետք չի դիմել բժշկի, բոլորի մոտ կա, բայց ես մտնում եմ այն վախկոտ մամաների շարքում, որ յուրաքանչյուր խնդրի դեպքում շտապում են բժշկի, ու փաստորեն իմ բժշկի գնալը ճիշտ էր, որովհետև երեխայի մոտ իրականում կար խնդիր, որի պատճառով էլ առաջացել էր առատ քրտնարտադրությունը։ Մանկական քրտնարտադրությունն ունի տարիքային նուրբ տարանջատում։ Մեր այս փորձի փոխանակումից հետո առաջարկում եմ հարցը դիտարկել տարիքային բաժանումներով եւ իհարկե կսկսենք 0-ից 1 տարեկան ձագուկներից։ Նրանց քրտնարտադրության յուրահատկությունները ծնել են տարբեր միֆեր։ Լսենք մի քանիսն ու ստանանք բարձաբանումներ։ Եթե երեխան քրտնում է, հաստատ հիվանդ է։ Միֆ է, թե իրականություն։ Միֆ, որովհետև նայած երեխայի վիճակի, եթե շարտ է քրտվում նորմալից շատ ամբողջ մարմինով, այդ դեպքում կարանք ենթադրենք, որ ինչ-որ խնդիր կա, բայց որոշակի քանակությունը նորմալ կարանք համարենք։ 0-ից 1 տարեկան երեխան շատ ակտիվ է, ինքը հնարավոր է, որ իր ակտիվության հաշվին է քրտնում, այլ ոչ թե հիվանդության։ Ես որպես մայրիկ գիտեմ, որ մինչև 1 տարեկան երեխան կարող է քրտնել ու առողջ լինել։ Եթե քրտնում է, երեխան ուրեմն հիվանդ է։ Դրա համար պետք է դիմել մասնագետի անհապաղ։ Սա միֆ է, քանի որ քրտնարտադրությունը մեր կարևորագույն ջերմակարգավորման պրոցեսներից է, իսկ նորածինների եւ կրծքահասակ երեխաների մոտ հնարավոր է ջերմակարգավորման կենտրոնը դեռ լիովին զարգացած չլինի, հաճախ սա նորմալ է եւ չի վկայում հիվանդության մասին։ Քրտնելը միշտ վիտամին D-ի պակասի նշան է։ Միֆ է, թե իրականություն։
Կան դեպքեր, որ վիտամինի պակասությունից կարող է լինել, բայց միշտ չէ։ Կարծում եմ իրականություն է։ Միֆ, որովհետև ոչ բոլոր դեպքերում կարող է, չգիտեմ, անձև գեղձի կամ այլ օրգանական խնդիրներ ունենա, կամ ընդհանրապես խնդիր չունենա, ուղղակի ֆիզիոլոգիան այդպեսին լինի երեխայի։ Չեմ կարծում, որ միշտ կարա վիտամին D-ի պակասից լինի։ Միֆ չէ, իրականություն։ Սա միֆ է։ Քրտնարտադրությունը ոչ միշտ է կապված վիտամին D-ի անբավարարության հետ, այն հաճախ նորմալ է, սակայն եթե ունենք գերքրտնարտադրություն, կարիք կա դիմելու բժշկի։ Եթե քնի ժամանակ գլուխը թաց է, նշանակում է լուրջ խնդիր կա։ Միֆ է, թե իրականություն։ Կարծում եմ միֆ է, չեմ կարծում, որ ինչ-որ լուրջ խնդրի դեպքում գլուխը կքրտնի ու դա նշան կլինի։ Այո, կարծում եմ լուրջ խնդիր կա, քանի որ անզեն աչքով արդեն եթե ծնողը տեսնում է անզեն աչքով քրտնարտադրությունը երեխայի, այդ պետք է տանի հետազոտման, որպեսզի հերքի կամ բացառի սրտային խնդիրները եւ վիտամին D-ի անբավարարությունը օրգանիզմում։ Եթե անկողնուն հպող մասերն են քրտնած, ուրեմն կարող է ոչ մի խնդիր էլ չլինել, իսկ եթե ընդհանուր ամբողջ գլուխն է քրտնած, ուրեմն խնդիր կա, պետք է դիմել բժշկի։ Միֆ է, լուրջ խնդիր կարող է չլինել։ Սա մասամբ միֆ է, մասամբ իրականություն։ Գլխի եւ պարանոցի շրջանի քրտնարտադրությունը այս տարիքի երեխաների մոտ նորմալ է, սակայն եթե քրտնարտադրությունը արտահայտված է, այն կարող է վկայել վիտամին D-ի անբավարարության եւ կալցիումի անբավարարության հետ, ինչի դեպքում կարիք կա դիմելու բժշկի։ Եթե քրտնում է, նշանակում է, որ սիրտը լավ չի աշխատում։ Միֆ է, թե իրականություն։ Կարծում եմ միֆ է։ Նման բան չեմ լսել, որ սրտի աշխատանքի հետ կապված լինի քրտնարտադրությունը, այնպես որ միֆ է։ Սրտի հետ չկապ ունի քրտնելը։ Չեմ կարծում, որ սրտի այդպեսի լուրջ խնդրից կարող է երեխան քրտնել։ Սա միֆ է, սրտային խնդիրների դեպքում բացի քրտնարտադրությունից դիտվում են նաև այլ ախտանիշներ, ինչպիսիք են վատ քաշ հավաքելը, շնչառության դժվարացումը, հոգնածությունը եւ այլն։ Նորածինների եւ կրծքի հասակի երեխաների հետ կապված կարևորագույն հարցերի պատասխանները ստացանք։ Քիչ ուշ նաեւ դեռահասների մասին կխոսենք, իսկ հիմա հերթը 1-ից 10 տարեկաններինն է։ Մեզ է միացել Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոցի մանկական էնդոկրին ծառայության պատասխանատու Լուսինե Քալանթարյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Երևի չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ իմ առաջին հարցի պատասխանը շատ հուզում ու վախեցնում է ծնողներին։ Արդյոք միշտ է քրտնարտադրությունը կապված էնդոկրին եւ հորմոնալ համակարգի խանգարումների հետ։ Քրտնարտադրությունը դա օրգանիզմի պաշտպանական մեխանիզմներից մեկն է՝ ի պատասխան միջավայրի ջերմաստիճանի փոփոխությանը, հետևաբար դա շատ կարևոր process է, որը օգնում է մեզ խուսափել գերտաքացումից։ Քրտնարտադրությունը նորմալ ֆիզիոլոգիական երևույթ է, սակայն որոշ դեպքերում կարող է լինել հիվանդությունների, այդ թվում հորմոնալ հիվանդությունների ախտանիշ։ Այդ հիվանդություններից կարող ենք նշել վահանաձև գեղձի գերֆունկցիան օրինակ, որի դեպքում որպես մեկը ախտանիշներից մեկը կլինի գերքրտնարտադրությունը, սակայն պետք է հիշենք, որ դա միակ ախտանիշը չէ։ Կոնկրետ վահանաձև գեղձի գերֆունկցիայի պարագայում մենք կունենանք նաև մարմնի քաշի փոփոխություն, մարմնի քաշի անկում, կունենանք սրտխփոց, նյարդային գերլարվածություն եւ շատ այլ նշաններ։ Այսինքն միայն գերքրտնարտադրություն դեռևս չի խոսում որևէ առողջական խնդրի մասին։ Գերքրտնարտադրություն կարող է լինել նաև էնդոկրին հիվանդությունների շաքարային դիաբետի հետևանքով, ոչ թե նոր ախտորոշված շաքարային դիաբետի, այլ երկար տարիներ արդեն ունենք շաքարային դիաբետ եւ որպես բարդություն նյարդային համակարգի ախտահարում կարող ենք ունենալ քրտնարտադրության process-ների խաթարում։ Վիտամին D-ի անբավարարությունը եւս եւ կալցիումի ցածր քանակները եւս կարող են հանգեցնել քրտնարտադրության ավելացման, սակայն միշտ չէ, որ դա խնդիր է։ Հետևաբար նաև պետք է ուշադիր լինենք, արդյոք այդ ախտանիշը մշտական կա, թե ինչ որ պահից հայտնվեց։ Շատ հաճախ ծնողներին անհանգստացնում է ափերի, ներբանների գերքրտնարտադրությունը, որը նշում են, որ մշտական երևույթ է, այսինքն երեխան միշտ եղել է այդպիսին տարիներ շարունակ։ Սա ֆիզիոլոգիական է, տվյալ երեխայի նյարդային համակարգի եւ քրտնագեղձերի ակտիվության աստիճանն է, այսպես ասած։ Սակայն եթե ախտանիշը գերքրտնարտադրությունը հայտնվեց ինչ որ մի կետից, հավանաբար ավելի շատ է արժանի ուշադրության։
Պետք է ձեզ խնդրեմ թվարկեք այն նշանները, այն հուշումները, որ պետք է ծնողին մտածելու տեղիք տան։ Օրինակ, եթե այսքան անգամ շապիկը կամ գուլպաները փոխելու կարիք կա օրվա կամ գիշերվա ընթացքում, այսինքն այնինչ կարող ենք նկատել մեր առօրյայում ու սկսել անհանգստանալ այդ փոքր դրվագներից։ Գիտեք, շատ դժվար է նշել այդպիսի քանակություն հագուստը փոխելու կամ քրտնքի աստիճանի, որովհետև այդ քրտնելը եւ ծնողի գնահատմամբ քրտնելը եւս շատ սուբյեկտիվ է եւ մարդու առանձնահատկությունից ելնելով իսկապես կարող է լինել շատ քրտնող եւ դա լինի պարզապես ֆիզիոլոգիական երևույթ, նորմա առանց որևէ պատճառի։ Կարող եմ այսպիսի հուշում տալ, որ սովորաբար խորհուրդ է տրվում, որ երեխաներին հագցնել նույն քանակությամբ հագուստի շերտեր, ինչպես որ ձեզ եք հագցնում եւ ոչ թե ավել, իսկ կարծում եմ կհամաձայնեք, որ սովորաբար մենք երեխաներին հակված ենք ավելի շատ հագցնել, 1-2 շերտ հագուստ ավելի շատ հագցնել, իսկ ակտիվ տարիքի երեխաներին ու ամենաշատը փոքրիկ երեխաներին խորհուրդ են տալիս 1 շերտ ավել հագցնել, իսկ արդեն բավականին շարժուն տարիքի երեխաներին հագցնել, որոնք արդեն վազվզում են, սողում են, խաղում են, հագցնել նույն աստիճանի կամ անգամ մի շերտ ավելի բարակ կան դուք եք հագնվում խուսափելու համար գերտաքացումից։ Ինքը շատ հաճախ կարող է երեխան շատ է քրտնում, որովհետև պարզապես կամ միջավայրի ջերմաստիճանն է բարձր կամ չափազանց շատ հագուստ է կրում, եւ դա ուղղակի պաշտպանիչ մեխանիզմ է։ Ֆիզիկայի օրենք է։ Այո, եւ քչացնելով հագուստի շերտեր մենք քչացնենք քրտնարտադրությունը։ Թեմայի քննարկումը առաջարկում եմ շարունակենք մայրիկների հետ, խնդրում եմ համեցեք։ Մեր երեխաները կյանքի բոլոր իրավիճակներում կնախընտրեն խաղալ։ Մենք այսօր խաղալու ենք մամաներով եւ բժիշկը կօգնի մեզ խաղի միջոցով ինչ-որ չափով ստուգել մեր գիտելիքները եւ միևնույն ժամանակ ինչ-որ բաներ սովորել։ Պետք է խնդրեմ մայրիկներ, որ վերցնեք այս վահանակները։ Դրանց վրա կտեսնեք այո եւ ոչ գրությունները։ Ես կընթերցեմ հարցեր, դուք կարտահայտեք ձեր վերաբերմունքը այո եւ ոչ ցուցանակների միջոցով։ Իդեպ հարցերը բաժանված են, դասակարգված են ըստ երեխաների տարիքային խմբերի։ Եվ այսպես մենք սկսում ենք։ Առաջին խումբ 1-ից 3 տարեկաններ։ Այս տարիքում երեխայի քրտնարտադրությունը կարող է պայմանավորված լինել նյարդային համակարգի դեռևս չհասունացած կարգավորմամբ եւ համարվել նորմալ։ Բոլորը ասում են այո։ Ինչ է ասում գիտությունը։ Հատկապես մինչ 2 տարեկան երեխաների ջերմակարգավորման մեխանիզմները դեռևս լիարժեք ձևավորված չեն։ Ինքնուրույն կարգավորել ի պատասխան միջավայրի ջերմաստիճանի ազդակներին միշտ չի որ հնարավոր է երեխայի կողմից, այսինքն քրտնարտադրության աստիճանը միշտ չէ որ համարժեք է եւ հենց այստեղ էլ կրկին շատ կարեւոր է որ չգերտաքացնել երեխային, որտեվ չի կարող բավականաչափ ջերմատվության միջոցով բավականաչափ adekvat իջեցնել մարմնի ջերմաստիճանը։ Այսինքն երևույթը նորմալ է։ Այո, լիարժեք ձևավորված չեն ջերմակարգավորման մեխանիզմները, հատկապես մինչ 2 տարեկանը վաղմանկական հասակի երեխաների մոտ։ Շատ լավ, հաջորդ հարցը կրկին մինչև 3 տարեկաններին է վերաբերում։ Եթե երեխան քրտնում է նույնիսկ հանգիստ վիճակում ու միաժամանակ վատ է քաշ հավաքում, դա արդեն պատճառ է խորացված հետազոտության։ Բոլորն ասում են այո։ Գերքրտնարտադրությունը միշտ չէ որ որևէ առողջական խնդրի մասին է վկայում, սակայն եթե դա մայրիկին խիստ անհանգստացնող կանգատ է, շատ ավելի լավ է ստուգել, հետազոտվել, քան չհետազոտվել։ Գուցե նկարագրված իրավիճակում վատ քաշ հավաքելը ավելի անհանգստացնող երևույթ է, քան քրտնարտադրությունը, եւ պետք է կենտրոնանալ հարցի այդ կողմի ուսումնասիրության վրա, որոնք են պատճառները։ Համամիտ եմ, ես չէի կապի գերքրտնարտադրությունը եւ քաշի վատ ավելացումը, չնայած եթե կրկին խոսենք վահանաձև գեղձի գերֆունկցիայի մասին, որը արդեն նշեցի, որ կարող էր լինել գերքրտնարտադրության պատճառ, այստեղ ուղեկցող ախտանիշ կլինի նաև քաշի վատ ավելացումը, սակայն մինչ 3 տարեկան երեխաների մոտ դա խիստ հազվադեպ հանդիպող հիվանդություն է։ Հետևաբար ավելի հավանական է, որ կապ չունենան գերքրտնարտադրությունն ու քաշի վատ ավելացումը եւ իրոք ավելի շատ բժշկին իմաստ ունի դիմել հենց այդ գանգատով։ Շատ լավ, հարցերի հաջորդ խումբը վերաբերում է 3-ից 6 տարեկաններին։ Այս տարիքում տեղային քրտնարտադրությունը, այսինքն ափեր, ոտնաթաթեր, թևատակեր, կարող է արդյոք կապված լինել հուզական լարվածության հետ եւ չհամարվել հիվանդություն 3-ից 6 տարեկանների մոտ։
միանշանակ այո, կան մարդիկ, որոնց նյարդային համակարգի պատասխանը ավելի ինտենսիվ է եւ դա նաեւ արտահայտվում է առհատ քրտնարտադրության ձևով ափերի եւ ներբանների շրջանում։ Եվ մեծամասամբ, եթե քրտնարտադրությունը տեղակայված է միայն ափեր եւ ներբաններ, դա որևէ խնդրի մասին չի խոսում, այլ պարզապես անհատական ռեակցիան է նյարդային համակարգի։ Երբեմն նաեւ երեխայի էմոցիաներն են։ Այո, էմոցիաները անմիջականորեն նյարդային համակարգի հետ են կապված։ Շատ լավ։ Եթե քրտնարտադրությունը խանգարում է երեխայի առօրյային, խաղին կամ սոցիալական շփմանը, դա կարելի է դիտարկել որպես խնդիր։ Եվ ոչ եւ այո, մայրիկները այդպես են կարծում։ Եթե սոցիալ-հոգեբանական խնդիր է առաջացնում երեխայի մոտ, արդեն իսկ արժի դիտարկել որպես խնդիր, անկախ նրանից, որ դա օրգանական խնդիր գուցե չէ, բայց առողջությունը մենք դիտարկում ենք ոչ միայն ֆիզիկական առողջությունը, այլ նաեւ երեխայի հոգեկան առողջությունը։ Հետևաբար, եթե դա խանգարում է երեխայի նորմալ ադապտացիային շփումներին, ուրեմն իհարկե պետք է դիտարկել ինչ լուծումներ կարելի է գտնել այս պարագայում այդ գործոնը հանելու համար։ Եղել է իրավիճակ, երբ ծնողը բերել է երեխային, 3-ից 6 տարեկանների մասին ենք խոսում, քրտնարտադրության գանգատով, դուք հետազոտություններ անցկացնելուց հետո հասկացել եք, որ խնդիրը ձեր տիրույթում չէ եւ ուղղորդել եք օրինակ հոգեբանի մոտ։ Այս տարիքային խմբում սովորաբար երեխան որպես գանգատ քրտնարտադրությունը չի նշում, դա ծնողի գանգատն է եւ կրկին դա բավականին սուբյեկտիվ է։ Ինքը կարող է երեխան չունենալ իրականում գերքրտնարտադրություն եւ դա լինի ծնողի հոգեբանական խնդիր է։ Այս դեպքում իհարկե ծնողը ուղղորդվում է հոգեբանի մոտ, եթե որևէ օրգանական պատճառ չի հայտնաբերվել, հետեւաբար նաեւ անելիք չկա, հատկապես տվյալ տարիքային խմբում։ Իսկ հիմա խոսքը 6-ից 10 տարեկանների մասին է։ Դպրոցական տարիքի երեխաների քրտնարտադրության ավելացումը ստրեսային իրավիճակներում համարվում է նորմալ ռեակցիա։ Օրինակ դասը պատասխանելիս, քննությունների ժամանակ այստեղ երկու կարծիք չկա, ամեն ինչ պարզ է։ Մայրիկները միանշանակ ճիշտ են, թե ֆիզիկական, թե հոգեհուզական լարվածությունը բերում են քրտնարտադրությանը, ինչը միանգամայն նորմալ է։ Եվ հաջորդ հարցը. պետք է դիմել բժշկի, եթե քրտնարտադրությունը ուղեկցվում է սրտխփոցով, դողով եւ արագ հոգնելու երևույթով։ Միանշանակ։ Բժշկի դիմել պետք է, սակայն կրկին պետք է հասկանանք, որ նման քրտնարտադրությունը ուղեկցվող սրտխփոցով, դողով եւ այլն կրկին կարող է լինել նյարդային համակարգի ռեակցիան, բայց տարբերակել պետք է, որովհետեւ այս դեպքում արդեն մենք ունենք ոչ միայն մեկ ախտանիշ գերքրտնարտադրություն, այլ սիմպտոմակոմպլեքս, այսինքն մի քանի ախտանիշների առկայություն։ Խաղը հաջողությամբ ավարտեցինք, մեր նպատակն էր ներկայացնել այս տեղեկատվությունը եւ լսել բժշկի վերլուծությունը։ Լուսինե, ուզում եմ ձեզ հարցնել նաեւ, երբ նկատվում է երեխայի մոտ ախտանշան կամ ծնողին անհանգստացնող մի երևույթ, որ մասնագետներին պետք է ուղենք մեր հարցերը։ Առաջին հերթին երեխայի առողջության հետ կապված բոլոր հարցերով դիմում ենք մանկաբուժին, անհրաժեշտության դեպքում մանկաբուժը կուղղորդի մանկական էնդոկրինոլոգին։ Շնորհակալ եմ շատ այսօրվա ձեր ներկայության պարզաբանումների, նաև մեր խաղին մասնակցելու համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Առաջին ալիքի եթերում տնողական ժողովն է, այսօր խոսում ենք երեխաների քրտնարտադրության մասին։ Հասցրինք քննարկել 0-ից 10 տարեկան երեխաների քրտնարտադրության առանձնահատկությունները եւ վտանգի նշանները։ Դե իսկ դեռահասների քրտնարտադրության եւ կարմիր դրոշակների մասին կխոսենք մեր հաջորդ հյուրի հետ։ Առաջին ալիքի եթերում տնողական ժողովն է։ Այսօր խոսում ենք երեխաների քրտնարտադրության մասին։ Հասել ենք դեռահասության փուլ։ 10-ից 14 տարեկանը տարիքային այն միջակայքն է, երբ քրտնարտադրությունը դառնում է ոչ միայն ֆիզիոլոգիական, այլ նաև հուզական ու սոցիալական թեմա։ Կքննարկենք Արաբկիր բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգ Իրինա Մարությանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ուրախ եմ, որ ընդունել եք մեր հրավերը։ Հատկապես դեռահասների համար քրտնարտադրությունը խնդիր է դառնում երբեմն, քրտնազատման ավելացումը որքանով ենք համարում օրինաչափ եւ դրա դրսեւորման որ տեսակներն ու ձևերն են առավել խնդրահարույց։ Քրտնարտադրությունը կամ հիպերգիդրոզ երեխաների մոտ լինում է երկու տեսակ։ Դա առաջնային, երբ որ ինքը ի հայտ է գալի փոքր ժամանակվանից եւ արդեն սկսում են քրտնել թևատակերը, վերին վերջույթները, ներքին վերջույթները եւ մնում է, ասենք, մինչեւ կյանքի վերջ։ Եվ երկրորդը դա երկրորդային հիպերգիդրոզն է, դա ավելի հազվադեպ հանդիպող
պրոբլեմա է, որը լինում է հիվանդությունների հետևանքով։ Հիպերկիդրոզը դա երբ որ ակտիվանում են ապոկրին գեղձերը։ Ապոկրին գեղձերը գտնվում են թե վատակերին, աճուկային շրջանում եւ պտուկների շրջանում։ Եվ իրենք սեռահասունացման ժամանակ 10-ից 14 տարեկանում ակտիվանում են, սկսում են արտադրել մի քիչ խիտ քրտինք եւ բակտերիաների հետևանքով դա այդ քրտինքը ստանում է տհաճ հոտ։ Իսկ երկրորդային հիպերկիդրոզը մենք ոնց որ ասեցինք, կան մի շարք հիվանդություն, որի ժամանակ քրտնարտադրությունը շատ ի հայտ է գալիս։ Դա իհարկե էնդոկրին որոշակի հիվանդությունն է, նույն շաքարային դիաբետը, վահանաձև գեղձի հիպերտիրեոզը, ճարպակալումը, գերմարդիկ ավելի շատ են քրտնում, ուռուցքային հիվանդությունները, ստրեսերը, որոնք տալիս են իհարկե ավել քրտնարտադրություն։ Ինչ նշաններ են վկայում, որ դեռահասի մոտ արկա քրտնարտադրության տեսակը, քանակը, յուրահատկությունը պարզապես տարիքային փուլով չէ պայմանավորված, այլ կա ինչ-որ թաքնված խնդիր։ Դա լինում է, երբ որ չափից դուրս առատ քրտնարտադրություն է եւ ունեն որևէ ուրիշ նշաններ, օրինակ կա ընդհանուր հոգնածություն, թուլություն, քաշի կորուստ կամ ընդհանրապես ընդհակառակ քաշի ավելացում, կա սիրտանոթային սիստեմայի կողմից պաթոլոգիաներ եւ այլն, որը կարող է մտածել, որ դա սովորական քրտնարտադրություն չի, այլ ինչ որ հիվանդագին քրտնարտադրություն է, այո։ Երբ ծնողները իրենց դեռահասների հետ գալիս են ձեզ մոտ խորհրդատվության եւ դուք հասկանում եք, որ խնդիրը բացի ֆիզիոլոգիական ու բժշկական բնույթից նաեւ հոգեբանական կողմ ունի, ինչպես եք վարում զրույցը ձեր դեռահաս պացիենտի հետ։ Հոգեբանական զրույց մենք իհարկե բժիշկներս, բոլոր բժիշկները աշխատում ենք վարել, մենք խոսում ենք առանձին եւ ծնողի հետ, առանձին եւ պացիենտի հետ, մենք ուզում ենք հասկացնել ծնողին, որ ջղայնանալ կամ ինչ-որ երեխային կոպտել, պատժել դրա համար պետք չէ, այ ընդհակառակը պետքա բացատրել, որ դա նորմալ ֆիզիոլոգիական երևույթ է եւ պետքա ունենալ, ասենք, միջոցներ, որը կանխարգել են քրտնարտադրությունը։ Կցանկանայի, որ հենց հիմա կանխարգելման եղանակները մեզ հուշեք ու նաև հիգիենայի առանձնահատկությունները սեռահասունացման շրջանում։ Դա անձնական հիգիենայի բան, որ երեխան ամեն օր լողանա, ցնցուղ ընդունի, հագնի բնական կտորների շորեր, օգտագործի դեզոդորանտներ։ Իհարկե դեռահասության շրջանում մենք այդ անտիպերսպիրանտները այդքան էլ խորհուրդ չենք տալիս, բայց դեռահասների կա հատուկ դեզոդորներ, որը մենք խորհուրդ ենք տալիս։ Արդյոք կան նաև քրտնարտադրության այնպիսի տեսակներ, որոնք բուժման են ենթակա եւ ինչ բուժում է ենթադրում այս երևույթը։ Ուրեմն, եթե դեռահասների մոտ ուղղակի քրտնարտադրություն է առանց որևէ կողմնակի հիվանդություններից, բայց դեռահասները նեղվում են շատ, տհաճ հոտ են զգում, այստեղ կարելի է խորհուրդ տալ մի քանի բուժման մեթոդներ, ասենք թե կարելի է տալ սեդատիվ պրեպարատներ, որոնք ազդում են սիմպաթիկ նյարդային համակարգի վրա, որը մի քիչ քչացնում է քրտնարտադրությունը։ Հիմա մանկաբույժները արդեն խորհուրդ են տալիս եւ բոտոքսի ներարկումները, որը կանխարգելում է քրտնարտադրությունը։ Իհարկե կա եւ վիրահատական մեթոդները, այդ նյարդային վերջույթները, որոնք պատասխանատու են քրտնարտադրության համար, վիրահատել։ Իսկ եթե իհարկե կա կողմնակի հիվանդություններ, ասենք շաքարային դիաբետ կամ հիպերտիրեոզ, վիտամին D-ի անբավարարություն եւ ուրիշ հիվանդությունները բուժում ենք այդ հիվանդությունները։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք մեր հրավերն ու այսօր ծնողական ժողովում եք, վստահ եմ ձեր խորհուրդներից կօգտվեն դեռահասներն ու ծնողները։ Հույսով եմ, շնորհակալ եմ։ Եվ այսպես մայրիկներ այսօր փորձեցինք երեխաների մոտ նկատվող քրտնարտադրության թեմային նայել տարբեր տեսանկյուններից, տարբեր տարիքային կտրվածքներով, բավականին շատ օգտակար մտքեր հնչեցին, բայց հիմա ուզում եմ, որ ավելացնենք ու ընդգծենք այն կարևոր գաղափարները, որ գուցե բաց ենք թողել քննարկման ընթացքում եւ հիմա կարող ենք լրացնել, խնդրեմ։ Կարծում եմ, որ շատ կարևոր է, որ եթե բժշկի կողմից չի հաստատվել որևէ օրգանական խնդիր, եւ դա եթե միայն քրտնարտադրությունն է, պետք չի մենք շարունակենք պնդելով որպես ծնող, որ չէ երեխան որևէ խնդիր ունի, որովհետև ինչպես մասնագետը նշեց, միայն քրտնարտադրությունը որևէ ախտանիշ չի կարող հանդիսանալ, այսինքն միակը չի կարող լինել, եթե որևէ խնդիր կա օրգանական։ Այդ իսկ պատճառով, եթե բժիշկը նույնպես հանգստացնում է մեզ ասելով, որ որևէ օրգանական խնդիր չկա, եւ եթե երեխային դա չի խանգարում, մենք ինքներս այնպես չանենք, որ տվյալ երևույթը դառնա երեխայի համար խնդիր։ Շատ լավ։
Թրեմ։ Ինչպես նշեց աղավնին, միջև բժշկի հաստատումը չլինի, պետք չէ պիտակավորել։ Մեր հասարակությունում շատ մեծ լայն տարածում ունի միանգամից պիտակավորումը, միանգամից ինքնաբուժությամբ զբաղվելը, սակայն դա ամենամեծ սխալն է, որ մենք կարող ենք թույլ տալ։ Նորմայի մեջ քրտնարտադրությունը մենք պետք է ընդունենք, որ դա նորմալ է, սակայն դրանից դուրս, եթե մենք ունենք առատ քրտնարտադրություն, այդ դեպքում միանշանակ լավ կլինի ճիշտ ժամանակին դիմել ճիշտ մասնագետի եւ ստանալ ուժում։ Միայն այդ դեպքում մենք կարողանանք կանխել այդ խնդիրը։ Շնորհակալ եմ։ Մարիամ, ինչ կարևոր կետեր կան, որ ընդհանուր քննարկման ժամանակ բաց ենք թողել եւ ուզում եք լրացնել։ Օրինակ, կուզեմ առանձնացնել թերահասության տարիքը, շատ հաճախ թերահասության տարիքում լինում են հոգեբանական խնդիր, քրտնարտադրությունից եկած, որ սկսում են իրենց թերագնահատել, բարդույթավորվել տվյալ խնդրից, կուզենամ ուղղակի ծնողներին հորդորել, որ փորձեն շատ մեղմ կերպով ազդել անցում տալ խնդրին թերահասի մոտ, որ նորմալ process է, պետք է կարողանանք ուղղակի տվյալ խնդիրը ճիշտ կառավարենք ու դա որպես բարդույթ լուրջ խնդիր չվերագրենք։ Փորձենք կառավարել այն խնդիրը, որը որ այս պահին թերահասի մոտ իհայտ է եկել։ Թերահասի մոտ խնդիրը սրվում է, բայց հետո մեծ է հավանականությունը, որ անցնելու է։ Այսինքն տանք երեխային նաև այս միտքը։ Հա, իհարկե, եւ այդ միտքը, եւ որ ինքը նորմալ խնդիր է ու շատ շուտ անցնող, որը որ չի տալիս շատ լուրջ բարդույթներ բնականաբար։ Շնորհակալ եմ, Սյուզան։ Իհարկե հասկանում եմ, որ բազմազավակ մայրիկ եմ հատկապես դժվար է շատ հաճախ հետևել, որ ամեն բան նորմալ լինի, կարգին լինի, բայց շատ հաճախ ծնողների սխալից է գալիս այդ տհաճ երևույթները, հենց մեկը առատ քրտնարտադրությունը եւ ուղղակի պետք է հետևել հիգիենային, հաճախ օդափոխել սենյակները, ուշադիր լինել, որպեսզի երեխան պատշաճ հագուստ կրի, այլ ոչ թե գերտաքացում իրականանա։ Մի խոսքով շատ բաներ հիմնականում կախված են նաեւ ծնողներից։ Միջավայրի պայմաններին հետևենք խուսափելու համար ամեն բան նորմալ լինի։ Ասվածին ես էլ մի հավելում ունեմ։ Երեխայի մարմինը մեծանում է, փոխվում է, ձևավորում է սեփական ռիթմը։ Քրտնարտադրությունը այդ ճանապարհի մի մասն է, երբեմն սովորական, երբեմն ուշադրություն պահանջող։ Ծնողի գործն այստեղ ոչ թե վախենալն է, այլ նկատելը, լսելը եւ ճիշտ պահին հարց տալն ու ուղղորդելը։ Ամեն քրտնող երեխա չէ, որ ունի խնդիր, բայց յուրաքանչյուր երեխա ունի ծնողի աջակցության կարիքը։ Սիրելի ծնողներ, շնորհակալ եմ ձեր փորձն ու գիտելիք այսօր ծնողական ժողովի տաղավար բերելու համար։ Իսկ մենք կհանդիպենք մեկ շաբաթից։ Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։